Օրեր առաջ ոտքի բարդ վիրահատության ենթարկված Սասնա Ծռեր զինված խմբի անդամ Պավել Մանուկյանն այսօր Էրեբունի բժշկական կենտրոնից տեղափոխվեց դատապարտյալների հիվանդանոց, որտեղ կանցկացնի հետվիրահատական շրջանը։ Մարտական լիցքավորված։ Հուլիսի 17-ին ոստիկանական կարևոր շենք գրաված, ապա 2 շաբաթ անց հանձնված խմբի առանցքային անդամներից Պավել Մանուկյանին կարողացանք ընդամենը մեկ հարց ուղղել, թե Սասնա Ծռերի պահանջների չիրականացումից ու խմբի անդամների կալանավորումից հետո ափսոսանքի զգացում չունի։ Պահանջները չեն կատարվել։ Կատարել են, ցանկան չցանկան։ Ափսոսանքի զղջման զգացում։ Մյուս անգամ այդ բառերը չկրկնեք, դրանք մեզ համար չեն։ Մանուկյանը մեղադրվում է ապօրինի զենք պահելու և փոխադրելու, շենքեր ու շինություններ զավթելու համար, որոնց ավելացվել է նաև անցյալ տարի ապրիլի 24-ին ընդառաջ անկարգություններ ծրագրելու մեղադրանքը։ Նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում։ Ըստ Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի, խմբի կողմից զենքը վայր դնելուց և բարեկապահակային խմբի շենքը հանձնելուց հետո խմբի անդամներին առաջադրված շինություններ զավթելու հոդվածը պետք է հանվի, բայց նախաքննության ընթացքում առանձնապես տեղաշարժ չկա, ասում է պաշտպանը։ Կարծում եմ, որ արդեն ժամանակն է ավելի արագ գործելու, հասկանալու արդեն գործը ինչ ուղղությամբ պետք է տանեն, իրենք պետք է ակնհայտորեն հասկանան, որ այստեղ նաև ահագին անձանց վերաբերյալ վարույթները պետք է կարճվեն, քանի որ հոդվածները ունեն նաև խրախուսական նորմեր, որոնցից ելնելով էլ այդ գործընթացը պետք է տեղի ունենա։ Իսկ այժմ իրենց անհիմն մեղադրանքներ են առաջադրել ծանր հոդվածներով եւ բնականաբար դատարանին էլ ոչինչ չի մնում անել, քան կատարել այդ իրենց դրված ուղիով գնալ ուղղակի։ Առաջիկայում Մանուկյանը դեռևս կմնա դատապարտյալների հիվանդանոցում, որտեղ նրանք այցելեն նաև Էրեբունիի բժիշկները։ Դատապարտյալների հիվանդանոցում է նաև նրա որդին Արամ Մանուկյանը և Սասնա Ծռերի ևս 5 անդամներ։ Իհարկե դեռևս խնդիր կա, այսինքն ծունկը բավականին անշարժ վիճակում է գտնվում, նշանակվել են որոշակի վարժություններ, այսինքն պետք է փորձի Պավելը անդադ շարժել ծունկը, որպեսզի չքարանա։ Բավականին երկար ամիսների դեռ խնդիր կա, որպեսզի կարողանա ավելի ստույգ քայլել։ Հենակների օգնությամբ կարողանում եք տեղաշարժվել։